Մեղրի եւ հատապտուղների փառատոնը հիմնադրվել է 2012 թվականին եւ այս տարի մենք անց ենք կացնում 6-րդ փառատոնը արդեն, որի նպատակը զուտ փառատոնը չէ, այլ նպատակը այդ տարածաշրջանում, Բերդի տարածաշրջանում կամ նախկին Շամշադինի շրջանում տնտեսական, սոցիալական, մշակութային ենթակառուցվածքների զարգացումն է եւ այս տրամաբանությամբ են ձևավորվել փառատոնի բոլոր բաղադրիչները եւ ինքը դիտարկվում է որպես խթանիչ միջոցառում ռեգիոնի տարածաշրջանի ընդհանուր զարգացման համար։ Ինչպիսի բաղադրիչներ կան, որոնք մենք կարևորել ենք ի սկզբանե եւ առ այսօր համարվում են փառատոնի հիմնական բովանդակային մասը։ Առաջինը բնականաբար դա գյուղատնտեսական արտադրությունն է եւ ինչպես որ անվան մեջ է հիշատակվում, հատկապես մեղրի եւ հատապտուղների մշակումը, արտադրությունը, վերամշակումը։ Սա շատ կարևոր է եւ տարածաշրջանը յուրահատուկ դեր է զբաղեցնում այս առումով։ Այդ տարածաշրջանը սովետական տարիներին հատուկ հայտնի չի եղել մեղրի արտադրության մեջ, բայց ինքը հսկայական ներուժ ունի մեղվարտադրության եւ վերջին տարիներին, հատկապես նաեւ փառատոնի իրականացման վերջին 6 տարիներին լուրջ փոփոխություններ է տեղ ունեցել ծավալային առումով։ Գիտեք, որ նաեւ այսօր աշխարհում է բավականին մեծ պահանջարկը մեղվարտադրության, դրա համար մենք սրա վրա շեշտադրում ենք արել եւ ինչ որտեղ դա ապրանքանիշ է արդեն հանդիսանում այդ տարածաշրջանի համար, ինչպես որ օրինակ գինին Արենիի համար կամ նաև այլ փառատոններում, չգիտեմ, այլ ուղղությունները բրենդավորում են տարբեր տարածաշրջաններում, այնպես էլ Տավուշի Բերդի տարածաշրջանը այսօր ըստ էության բրենդավորվում է մեղվաբուծության առումով եւ այսօր արդեն կան բավականին լուրջ տեղաշարժեր, բավականին էապես է մեծացել մեղվարտադրողների թիվը, մեղվարտադրությունը եւ ինչն է սրա լավ, որ վերջին տարիներին հատկապես զգացվում է երիտասարդների մասնակցությունը այս process-ների մեջ։ Երկրորդը, գիտեք, որ այդ տարածաշրջանը շատ հարուստ է անտառներով, որտեղ կա անսահմանափակ քանակությամբ հատապտուղներ, ինչ եմ ասում անսահմանափակ, որտեղ դրա շատ չնչին մասն է ռեալիզացում։ Եվ սա երկրորդ ուղղությունն է տնտեսական, որը որ տարածաշրջանի համար կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ։ Դրա համար մենք ըստ էության այդ փառատոնը բրենդավորել ենք այդպես մեղրի եւ հատապտուղների փառատոն։ Մեղրի եւ հատապտուղների փառատոնը վերջին տարիների կարևորագույն առանձնահատկությունը եւ դիտարկումը, որ ես կարող եմ անել, առաջին հերթին դա տեղի բնակիչների ավելի մեծ մասնակցությունն է, որը առաջնահերթ տեղ զբաղեցնում այս առումով։ Երկրորդը ամեն տարի ինչ որ բան ավելացնելն է։ Դա կարող է լինել տնտեսական, կարող է լինել սոցիալական, կարող է լինել մշակութային, կարևոր չի, բայց ինչ որ բան ավելացնելն է։ Եվ այս ավելացման մեջ ենթակառուցվածքային առումով պետքա հատուկ նշեմ նաև տուրիստական որոշակի ենթակառուցվածքների, իհարկե շատ սկզբնական ենթակառուցվածքների զարգացումը։ Ընդամենը 6 տարի առաջ, երբ որ մենք նոր փառատոնը սկսում էինք, գրեթե որևէ հյուրանոցային որակյալ ծառայություն գոյություն չուներ, գրեթե որևէ ռեստորանային որակյալ ծառայություն գոյություն չուներ։ Այս տարիների ընթացքում ստեղծվեց պահանջարկ, ստեղծվեց որոշակի մշակույթ, մենք փորձեցինք ձևավորել նաև որոշակի մակարդակ, որպեսզի մարդիկ հենվեն դրա վրա եւ ավելի բարձր մակարդակի սերվիս առաջարկեն տարածաշրջանում, բայց այնուամենայնիվ այս պահին եւս մնում է շատ թեր զարգացած։ Ես չեմ կարող ասել, որ այլ տարածաշրջանների համեմատ ամենա կամ ավելի կամ ինչքան է թեր զարգացած այդ ենթակառուցվածքները, բայց ակնհայտորեն թեր զարգացած է եւ ինքը երկու հիմնական խնդիր ունի, որը մենք պետք է հաղթահարենք ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն յուրաքանչյուրս մեր մեջ։ Առաջինը հետեւյալն է. դա սահմանամերձ գոտի է եւ համարվում է ռիսկային գոտի։ Եվ ակնհայտ է որոշակի ներդրումների համար ինքը ռիսկային է համարվում։ Այս էր պատճառը եւ ողջունելի է վերջին տարիներին կառավարության կողմից սահմանամերձ գոտիներում հատուկ հարկային արտոնություններ տալը, որի արդյունքները հենց առաջի խոշոր ծիծեռնակը եղավ Տավուշ տեքստիլի մուտքը այդ տարածաշրջան, մի քանի 100 պոտենցիալ գուցե 1000-ից ավելի պոտենցիալ աշխատատեղով, որը իր հետևից բերելու է մնացած ներդրումները։ Այսինքն ըստ էության նմանատիպ միջոցառումները նաև առիթ են խոսելու նորից խոսելու սրա մասին, ներկայացնելու այս ամենը եւ նոր հնարավոր ներդրողներին շահագրգռելու, որպեսզի իրենք գան արտադրության կամ նաև ծառայությունների ոլորտում ներդրումներ կատարելու։ Իդեպ, ստեղ ծառայությունների մասը մնացել է թերի եւ այդ օրենսդրական բարեփոխումների գուցե առաջիկա խնդիրները եւ այստեղ ակնկալում ենք նաեւ մեր
ուրեմն կառավարության գործընկերների ուրեմն շահագրգիռ մասնակցություն առան, որ ծառայությունները եւս ունենան հարկային արտոնություններ, որտեղ ինչպես գիտեք, հարկային արտոնություններ ունի միայն արտադրությունը։ Իսկ այս դեպքում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման մեջ հատկապես դա ծառայություն է եւ այստեղ եւս որպեսզի ներդրողը հաշվի առնի ռիսկայնության աստիճանը եւ գա այնուամենայնիվ հավասարակշռության, որ պետք է եւ անհրաժեշտ է եւ կարող է եւ կարելի է այդ տարածաշրջան ներդրում կատարել եւ գումար վաստակել, պետք է լինել որոշակի արտոնություններ։ Երկրորդ թերությունը, այսպես ասենք, դա հեռավորությունն է մայրաքաղաքից։ Հեռավորությունն է մայրաքաղաքից, որը եւս երկրորդ է եւ ցավոք սրտի նույնիսկ պետական շատ ծրագրերում չի ներգրավվում այդ տարածաշրջանը հենց այդ պատճառով։ Օրինակ վերջերս մենք խոսում էինք Արիտուն ծրագրի մասին եւ պարզվեց, որ ուղղակի չեն ներառում հեռավորության պատճառով։ Ոչ միայն այսպես դա պետք է հաղթահարել, հաշվի չառնել եւ այլն, առաջնահերթ պետք է հենց այդ ռեգիոնները, որոնք որ ավելի քիչ են հայտնաբերված այս առումով, ներգրավվեն նմանատիպ հատկապես պետական ազգային ծրագրերի մեջ, որին կհետևեն նաեւ մասնավոր տուր օպերատորները, տարբեր մշակութային ծրագրերը եւ այլն։ Բայց ամենակարևորը այս միջոցառման դա ծանոթությունն է տեղի բնաշխարհին, մարդկանց, տնտեսությանը, հնարավորություններին, որովհետև բոլորը առաջի անգամ այցելելով տարածաշրջան, իսկ մեր փառատոնին շատ-շատերը հենց առաջի անգամ են գալիս տարածաշրջան։ Սա մյուս առանձնահատուկ գծերից է, որ եւ մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ մասսայական այդ տարածաշրջանը ուղղակի չբացահայտված է մեր ժողովրդի թեկուզ տեղացի հայաստանցիների համար, էլ չեմ ասում սփյուռքահայերի կամ տուրիստների եւ այլն։ Պետք է բացահայտել այդ տարածաշրջանը, որովհետեւ մենք գործ ունենք այո սահմանամերձ լինելով հանդերձ շատ գողտրիկ, շատ խաղաղ, շատ հարուստ, շատ ուրեմն բարեհամբույր մի տարածաշրջանի համար եւ բնությամբ եւ ժողովրդով եւ շատ համեղ իր համեղ հադապտուղներով, մեղրով եւ նաեւ համեղ խոհանոցով։ Ամեն տարի լրացուցիչ ամեն ինչ արվում է, որպեսզի վերհանվի հատկապես այդ խոհանոցի մոռացված ճաշատեսակները եւ այդտեղ ներկայացվեն հանրությանը, որպեսզի նաեւ դրանով ինչ որտեղ ֆիքսելով վերակենդանացնենք այն ինչ որ գործրել ենք նախորդ տարիներին։ Մեղրի եւ հատապտուղների փառատոնի կարևորագույն մաս է կազմում մշակութային մասը։ Եվ այստեղ մենք ունենք երկու խնդիր։ Առաջին խնդիրը տեղի մշակութային ներուժը ներկայացնելն է, այդ թվում ավանդական։ Երկրորդ խնդիրը այդտեղ ապահովելն է մշակութային որոշակի մակարդակ, որը ընդհանրապես մեր երկրում առկա է, եւ այդ մակարդակի հիման վրա ընդհանուր մշակութային մակարդակը տարածաշրջանում բարձր պահելը։ Եվ սա է պատճառը, որ ամեն տարի հրավիրվում են բավականին բարձրակարգ, բարձրաժեք նվագարաններ, երաժիշտներ, որպեսզի այդ հնչեղությամբ տեղի բնակչությունը առնչվի բարձրաժեք արվեստին հայաստանյան, մանավանդ ինչպես նշեցի արդեն, տարվա մեջ սա գրեթե միակ առիթն է, որը տարածաշրջանային նշանակության միջոցառում է Բերդի տարածաշրջանի համար եւ այդ միջոցառմանը ամբողջ տարածաշրջանը լիարժեք մասնակցում է։ Երբեմն ժողովուրդը համեմատում են եւս մեկ տոնի հետ, որը էլի համաժողովրդական է տովում, դա Վարդավառն է, բայց դա ավելի ներքին միջոցառում է, երբ մարդիկ ուղղակի հավաքվում են միասին, իսկ սա ավելի արտաքին հյուրեր ընդունելու, աշխարհին ներկայանալու եւ այս առումով նաեւ ներքին տարբեր զարգացումներին զարգ տալու միջոցառում է եւ այդ առումով անցած տարի մենք բավական արմատական քայլ կատարեցինք հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տարածքը, որ Բերդը գտնվում է մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա Երևանից, ստեղծել այնպիսի միջոցառում, որը ավելի բովանդակային կդարձնի գիշերակացով մնալու տարբերակը։ Եվ դրա համար անցած տարվանից սկսած նախորդ օրը փառատոնի նախորդ օրը տեղի ունենում ջազը սահմանին միջոցառումը, որտեղ որ Հայաստանի ջազային պետական ջազ նվագախմբի գլխավորությամբ ավելի ճիշտ կատարում է ջազ փառատոն, տեղի ունենում ջազ փառատոն, որին մասնակցում են արդեն ժամանած հյուրերը եւ գիշերակացից հետո հաջորդ օրը մասնակցում են փառատոնին եւ վերադառնում են։ Սա ավելի է հեշտացնում հյուրերի այցելություն, ավելի է հեշտացնում եւ ավելի է բովանդակային դարձնում այնտեղ իրենց առօրյան։ Այս տարի եւս օգոստոսի 12-ին երեկոյան ժամը 6:30 տեղի կունենա ջազը սահմանին փառատոնը, որը
կգլխավորի եւ կանցկացնի Հայաստանի պետական ջազ նվագախումբը ավանդաբար դրանից հետո նաեւ այլ խմբեր, այլ ջազային խմբեր կշարունակեն մինչեւ ուշ գիշեր։